երբ որ մենք պատերազմի ժամանակ գումար ուղարկեցինք, կառավարությունը դա այդ գումարը փոխանցեցին հիմնադրամի միջոցով կառավարությանն էլ բաժանեց իր աշխատողներին որպես ավելավիճակ։ Դրանից հետո ո՞ր մեկը էլի գումար կուղարկի։ Իհարկե չի ուղարկի, ես անձամբ չեմ ուղարկի ոչ մեկին։ Հիմնական հարցը ուրիշ է։ Տեսեք, դուք շատ շտորեն քննադատում եք KGB-ին եւ այլն։ Մի հատ Ստերլինգով արժանով մեկը կար, երևի կիմանալ, մի մոմենտ եկավ նույնիսկ Ղարաբաղում ապրեց։ Սովետական միության վերջի ժամանակների ամենահարուստ մարդկանցից մեկն էր։ Նա մի հատ հետաքրքիր արտահայտություն արեց, ասեց Սովետի քանդվելու ժամանակ բոլոր օլիգարխները, որ հետո առաջացան, դրանք բոլորը KGB-ի մարդիկ էին։ Նույն բանը վերաբերում է Հայաստանի, բոլոր այդ հարստացած մարդիկ, դրանք KGB-ի այսպես ասած դերադորներն էին։ Եվ հիմա հարցը այսպեսին է, դուք ճիշտորեն գնահատում եք քննադատում եք KGB-ին, բայց այդ մարդկանց երբևէ չեք փորձում դասած նրանցից փողը վերցնել։ Այո, ուզում եք խնդրում եք ինչ-որ մարդկանց ինչ-որ գումարներ ուղարկեն։ Փոխանակ այդ գումարները, որ նրանք հիմա ունեն, հասկանալի։ Գողացած փողեր են։ Փոխանակ իրանցից վերցնեք այդ փողերը։ Շատ լավ, շատ։ Շնորհակալություն։ Գիտեք ինչ կա, այս մարդը շատ ազնիվ մարդ է, բարձ միամիտ սովորական շարքային, ասենք հայ մարդու մտածելակերպ ունեցող մարդ է։ Եվ ինքան իր հարցադրման մեջ արդեն պատասխանել հետը պարունակում է։ Ասի մի հատ փոքրիկ ճշտում անեմ։ Այ որ ասում այն ժամանակ փողերն ուղարկեցինք ֆոնդ, հետո ֆոնդից բյուջեից աշխատավարձ տվեր։ Այ եղբայր։ Ես ձեզ ասում եմ, ես այսօրվա կառավարության դեմ արտահայտվող անձնավորություն եմ։ Դուք պետք է մեզ օգնեք, որ մենք ստեղծենք մի համակարգ, որը իշխանությունը չի ուզում ստեղծի։ Դու ինձ ասում ես, ես այդ ում դեմ, որ դու պայքարում ես, ես իրան եմ ուղարկել փողը։ Ում դեմ ես պայքար եմ տանում, որ ասում դու սխալ ես անում, դու քաղաքապաշտպանություն չես անում, ու ինքը չի ուզում քաղաքապաշտպանություն անի։ Ինքը ուզում է բանակը քանդի։ Դու ասում ես, գիտես ինչ կա։ Այդ ով որ բանակը ուզում էր քանդեր, ով որ չի ուզում այսօր քաղաքապաշտպանությամբ զբաղվի, ես իրան փող եմ ուղարկել, ել կուղարկեմ։ Լավ է մեկը եւ երկրորդը նա ասում է դուք ունեք օլիգարխներ, դուք ունեք օլիգարխներ ունի KGB-ն։ Ինչու իրենց չեք թափ տալիս եւ բայց ինքն էլ հենց իր հարցին պատասխանում է։ Ես չունեմ օլիգարխ։ Օլիգարխ ունի KGB-ն, ինքն է ասում, չէ՞։ Ես ինչ արում, ումից վեկալ եմ։ Ես վեկալում եմ այն մարդկանցից, ով է իմն է։ Իմ այն ազատ մարդն է։ Ազատ հանրության հայն է։ Ոչ թե KGB-ի ենթակայության տակ։ Ազգ բանակ գաղափարախոսությունը, այսպես գաղափարախոսություն ասեմ, կամ նախաձեռնությունը, կարծեմ դոկտրին էին գրել, պատերազմից առաջ ինչ-որ այդպիսի խոսակցություններ էին գնում, որ աշխարհազորի մասին էին խոսում, ուր կորան այդ խոսակցությունները։ Ես չգիտեմ, ում մասին է խոսքը, որ ասում եք գրում էին, չգիտես, ով էր գրում։ Խոսակցություններ կային համենայն դեպս։ Ես չեմ լսել համենայն դեպս, բացի մի հավաքից, որ արդեն ռեալ հանրային, այսպես քննարկման նյութ էր դառնում։ Այո։ Մի ժամանակ դա կոչվում էր նախախորհրդարան կազմակերպություն։ Դրա շուրջ աշխատանքներ ենք վարել։ Ես Պավլիկ Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Ժիրայր Սեֆերյանը, մի քանի մարդկանցով, այսինքն այդ ուղղությամբ լուրջ աշխատանք ենք վարել։ Եվ նախախորհրդարանի այդ շրջանակներում մենք անգամ քննարկել ենք, եւ դա հանրությանը հասանելի նյութ ենք դարձրել։ Պարզապես փակագծերում ասենք ազգային ժողովրդավարական բևեռի նախկին կարծեմ անվանումը սկզբից տարբեր կազմակերպություններ են։ Ասեք նախախորհրդարանը այդ դեպքում ասեք ինչն է։ Որտեղ նախախորհրդարանը դա ճիշտ է, այսօր որ նայում ես շատ կազմակերպությունների նման ազատական, այսպես ասած, կազմակերպությունների հիմքում նույն ծրագիրն է դրած, ծրագրի մի փոքրիկ եսկում ենք, բայց երբ որ այդ նույն կազմակերպությունը հայտարարում է, որ ազգային ժողովրդավարական բևեռը արդեն այլ կազմակերպություն է, հինը չի, չնայած մարդիկ դեմքերը նույնն են, ուղղակի ավելացած 1-2 կամ պակասած,
դա իսկապես նույն կազմակերպությունը չի։ Մեզ շատ քիչ ժամանակ է մնացել, իմ հարցս էր այդ խոսակցությունները, ես ասում եմ կային, քանի որ ես հարցազրույցներ էի վարում այդ մասին խոսում էինք, բայց այս վերջի շրջանում այո իսկապես ազգ-բանակ թեմայի շուրջ եւ հասկացողության եւ գաղափարախոսության շուրջ խոսակցություններ կան։ Նայեք, ես շատ ժամանակ այդ օրինակը բերել եմ, որպեսզի հասանելի լինի մարդկանց։ Շվեյցարիայի բանակը, Իսրայելի բանակը, հա, ինչ ձև է քաղաքացին Իրանը զգում։ Այսինքն դուք համարում եք, որ այո Հայաստանին պետք է ազգ-բանակ գաղափարախոսությունը եւ ով պետք է այդ գաղափարախոսությունը կյանքի կոչի, այդ գաղափարախոսությունը դարձնի իրականություն։ Պետությունը թե մասնավոր Իհարկե պետության աջակցությունը եթե չեղավ, չի լինի ռեալ ինչ-որ բան։ Կլինեն ընդհանրապես թեորետիկ, ասենք, վերլուծություններ եւ վերջ։ Հիմա մենք էլ ենք ասում դրա մասին։ Լավ։ Հիմա տեսեք, սովետական միությունը կայսերական բանակ ուներ, բայց մեր հայկական բանակը փոքր երկիր է, չէ՞։ Նույն հոգեբանությամբ, նույն փիլիսոփայությամբ է կառուցում մեր բանակը, որը հարիր չէ մեր Հայաստանի։ Պաշտպանող փոքր, այսինքն անգամ փիլիսոփայությունը, իր կազմավորումը, իր մոտեցումները, այնտեղ ֆինանսավորվող։ Մի խոսքով դուք համարում եք, որ ազգ-բանակ գաղափարախոսությունը ճիշտ է եւ պետք է այս ուղղությամբ աշխատել։ Հարց ունեմ, էլի։ Ես միշտ հետաքրքրությամբ նայում եմ ձեզ։ Շնորհակալ։ Եվ շատ հարգելի է ձեր հարցազրույցները։ Մի բան ասեմ, Արթուր Մկրտչյանին ովքեր սպանեցին։ Կարևոր հարց եք տալիս, բայց ինչու եք կարծում, որ մեր բանախոսը կարող է պատասխանել այդ հարցին։ Դուք կարող եք պատասխանել այդ հարցին։ Դուք կարող եք ասել։ Սերժ Սարգսյանը։ Ռոբերտը դարձավ պրեզիդենտ, հետո բերեցին Հայաստան, Մոսկվայի Շարունակեք խոսել։ Միջոցով պաշտոնի դրեցին Լևոնի միջոցով իհարկե եւ նույն բանը կատարեցին Հայաստանի գլխին։ Դրա համար ասում են, եթե ուզում ես մի երկիր քանդես, ուրեմն պետք է մտնես մեջը ներսից քանդես։ Հիմա ադրբեջանցիները համ ներսից են քանդում, համ դրսից են խփում են։ Դե դա շատ լավ։ Հասկանալի է, չբացահայտված հանցագործություն է դա։ Չնայած ես ունեի դրա պատասխանը, էլի ունեմ, չնայած ինքը, չգիտեմ, դա անձնավորում է, մեր ժողովրդի մի փոքր թերություններ նայա, որ ամեն ինչ անձնավորում են։ Ես կարամ ասեմ, որ համակարգը, սիստեմը, ռեժիմը սպանեց եւ ոչ միայն Արտուր Մկրտչյանին, Լևոն Հայրապետյանին, մնացած մեր բոլոր լավ անհայտ Լեոնիդ Ազգալջյանին, Մոսես Գյորգիսյանին, որ մեկին Մոնթեին։ Բոլորը հիմա որ թելադրես համակարգը, ռեժիմը, հասկանում եք, այսինքն թշնամի ռեժիմը։ Երբ որ նայում ես այդ թշնամի ռեժիմի մեջ ովքեր են կայնած, գալի, չես գալի հասնում բան շտազի կամ ՑՌՈ, ոչ է մի վեց։ Գալի հասնում ես KGB։ Ոնց նայում ես KGB-ն անում։ KGB-ն ով է Ռուսաստան, ռուսական կայսրությունը։ Եթե ավելի ես խորանում ինչ բանա ռուսական կայսրությունը, նայում ես մի փուլում հայերին վերաբերվող ռուս-թուրքական տանդեմը։ Այսինքն հայերի հետ հարաբերակցությունը, հիմա տեսեք, այսինքն ֆիների հետ իրանց համար ավելի դժվար է, որովհետև Ռուսաստանը ստիպված է ուղիղ ֆիների հետ հարց լուծի, ուկրաինացիների հետ ավելի դժվար է, որովհետև հենց ինքը ուղիղ հենց ուկրաինացի հենց ինքը պետք է հարց լուծի, հայերի հետ իր համար շատ հեշտ է։ Թուրքերին քսիատալի, թուրքերի ձեռով ինքը հարցերս լուծում է։ Ու ռուսամոլները, ռուսի գործակալները այդ ամբողջը վերագրում են թուրքերը արին, արա թուրքերը չարին։ Թուրքերին հրանգավորեցին, իրանք էլ արին։ Այսինքն հայերի հարցում ռուսների համար շատ հեշտ է։ Այսինքն տեղը դնել, խփել, սպանել։